Փետրվարի 18-ի ընտրությունները բոյկոտելու Հայ ազգային կոնգրեսի որոշումը Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ողջունում է, սակայն գտնում է, որ չպետք է ձեռքերը ծալած նստել։ Պետք է չմասնակցել, պետք է արհամարել այդ Սերժի կողմից պարտադրված խաղը, այլ նոր process պետք է սկսել, նոր քաղաքական դաշտ պետք է ձևավորել։ Պարոն Սեֆիլյանի խոսքերով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո որևէ ուժ չպետք է մասնակցի ընտրություններին։ Մինչև մարտի 1-ն էլ կեղծվում էր, սակայն կարծում եմ մարտի 1-ը վերջնակիցն է։ Իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերին Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում հնարավորինս արագ լքել Սերժ Սարգսյանի կողմից վերահսկելի դաշտը։ Սերժ Սարգսյանը մնար ինքն ու իր էպոսակետը, եւ շատ գեղեցիկ կլիներ այդպիսի ընդրուչամբ վերանշանակվեր։ Պարոն Սեֆիլյանը կիսում է այդ տեսակետը, թե առաջիկա ընտրությունները աննախադեպ են լինելու, այն առումով, որ ընթանալու են առանց լարվածության, քանի որ ժողովուրդը շատ պասիվ է լինելու։ Միաժամանակ նա ընտրողներին խորհուրդ է տալիս չհիասթափվել, վստահեցնելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Նոր ընտրախավը ձևավորման ընթացքի մեջ է այսօր իսկ արդեն, որի մեծամասնությունը լինելու են երիտասարդներից բաղկացած։ Անդրադառնալով իրեն Հայաստանի քաղաքացիություն չտալուն Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը վստահեցրեց, որ ուշ թե շուտ պաշտոնապես դառնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես Սարգիս Հասպանյանը։ Ավելորդ թիմումների, խնդրանքների քայլեր չեմ կատարել, չեմ կատարում։ 1991 թվականից Հայաստանում մշտապես բնակվող Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար 3 անգամ դիմել է ներկայիս իշխանություններին, սակայն մերժում է ստացել առանց հիմնավոր պատճառաբանության։ Սուսաննա Պողոսյան, Սևակ Մեսրոպյան, EPF։